Ինչ տեղեկություններ են ստացվել եւ սրբազան պայքարի ներկայացուցիչների բերման ենթարկելու ձերբակալելու եւ դաշնակցության ինչ է կատարվել ըստ ՆԳՆ-ի իրանք օպերատիվ տվյալներ են ստացել հնարավոր ապօրինությունների վերաբերյալ ինչ որ ծրագրել են ակցիաներ թեկուզ որոնք կարող էին ըստ իրենց դառնալ պատճառ Մոտ ժամը 16:00-ի սահմաններում մենք լուրեր ստացանք մեր աջակիցների կողմից, որ սրբազան պայքարի աջակիցները Հայաստանի Հանրապետության մարզերում եւ քաղաքում ապօրինի ձերբակալումների են ենթարկվում, ովքեր եղել են տանը, ովքեր եղել են փողոցում եւ այս ապօրինությունները կարծում եմ այսօրվա իշխանության վախերն են եւ ղեկավարն էլ որ այսօր գտնվում է Թուրքիայում, երևի իր Էրդողան եղբայրն ասել է որ ընդդիմադիրներին ինչու՞ չէ ձերբակալում եւ վախերի մեջ սկսել են այս ձերբակալությունները։ Այս պահին կապ չենք կարող հաստատենք, ճշտումներ են անում, որ բաժիններում են, անհայտ ուղղություններով մարդկանց տարել են, հեռախոսային կապ չկա, այս պահին կոնկրետ աշխատանքները տանում ենք, մոտ տասնյակից ավել ձերբակալվածներ ունենք եւ ուզում ենք ճշտել, թե որ բաժիններում են գտնվում։ Ասում են հասարակական կարգի խաթարման ուղղված քայլեր են նախապատրաստվել, որոնց շրջանակում էլ օպերատիվ տեղեկություն են ստացել եւ ձերբակալություններ է իրականացվել։ Դա վստահ ասում եմ սխալ տեղեկություններ են։ Մեր պայքարը մեր հայրենիքի համար է եւ այս պայքարը չի դադարել։ Եվ հենց այդ իրանց վախերն է, որ գիտեն, որ սրբազանի գլխավորությամբ արդեն 1 տարի է ամենօրյա աշխատանք է գնում, որպեսզի հեռացվի Նիկոլ Փաշինյանը եւ այդ վախերի արդյունքում փորձում են անել այդ ձերբակալությունները, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծեն մեր ժողովրդի մոտ։ Ձերբակալվել են նաեւ հայ հեղափոխական դաշնակցության շարքերից, այս պահին թվերն են ճշտում եւ կոնկրետ անձերը թե ովքեր են ձերբակալված։ Իսկ տեղեկություններ կա, որ նաեւ իրավաբաններ այստեղ են գալու, դուք նման տեղեկություններ ստացել եք։ Ճիշտ ասած, այդ տեղեկությունները մենք էլ ենք ստացել եւ պատրաստ ենք ստեղ ենք, ով ուզում է կարա գա, մեր պայքարը մեր հայրենիքի համար է, մեր արժանապատվության, մեր եկեղեցու համար է եւ հստակ ասում եմ, որ այս ձերբակալությունները չեն խոչընդոտի մեր սրբազան պայքարի, մեր հայրենիքացիների պայքարի, մեր պայքարը շարունակվում այնքան ժամանակ, մինչև այս դավաճան իշխանություններին հեռացնենք։